Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը պատրաստվում է նշել ծննդյան 77-ամյակը, թեման լուսաբանում են բրիտանական բոլոր լրատվամիջոցները, այդ թվում BBC-ն, բայց Միացյալ Թագավորության մամուլի առանցքային թեման BBC-ի շուրջ սկանդալն է։ Հեղինակավոր լրատվամիջոց BBC-ն այնպես է մոնտաժել Դոնալդ Թրամփի տեսագրությունը, որ այդ կեղծ վիդեոից մարդիկ եզրակացրել են, թե ընտրությունների արդյունքները մերժող նախագահը 2021-ի հունվարի 6-ին աջակիցներին իբր կոչ է անում հարձակվել Վաշինգտոնում օրենսդիրների հանրահայտ շենքի Կապիտոլիումի վրա։ Մինչդեռ Թրամփը ասել էր, թե պետք է գնալ դեպի Կապիտոլիում եւ ողջունել օրենսդիրներին։ Առաջինն այդ խայտառակ կեղծիքի մասին Daily Telegraph օրաթերթն է հայտնել։ Հրապարակման հանգամանքների մասին հաղորդել է Associated Press-ի թղթակից Brian Millin։ The controversy arose after the Daily Telegraph newspaper reported on a leak. Վեճը ցակեց այն բանից հետո, երբ Daily Telegraph-ը հրապարակում արեց BBC-ում ներքին շրջաբերականի արտահոսքի մասին։ Հաղորդագրության մեջ ասվում էր, որ BBC-ի Panorama վավերագրական ծրագիրը մոլորեցնող եղանակով է մոնտաժել Թրամփի ելույթը, կցելով իրարից գրեթե 1 ժամվա տարբերությամբ բաժանված հատվածներ։ Parts of Trump's speech that were nearly an hour apart. BBC-ի գործադիր տնօրեն Թիմ Դեյվիի եւ լուրերի բաժնի տնօրեն Դեբորա Թարնեսի միաժամանակյա հրաժարականները ինքնին աննախադեպ եւ սկանդալային երևույթ է, այն BBC-ի ներսում արդեն անվանել են սեյսմիկ ցնցում։ Արդեն նախկին տնօրեն Դեյվին այսօր ժամանել է կենտրոնակայան։ Նրան անհամբերությամբ սպասող լրագրողներին նախկին տնօրենն ասել է, որ եկել է ցուցաբերելու իր աջակցությունը ընկերությանը։ Մեր լրագրողները այս շենքում հրաշալի աշխատանք են կատարում։ Ես նրանց բոլորին ողջունում եմ եւ համոզված եմ, որ BBC-ն զարգանալու եւ բարգավաճելու է։ The BBC's going to be thriving and I support every one of the team. I'm very proud of them. Thank you very much, Johan. Պարոն Դեյվին հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին, մինչդեռ նրա երբեմնի ղեկավարած ընկերությունը գուցե ստիպված կլինի դատարանում պատասխանել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբանների հարցերին։ BBC-ի նախագահ Սամիր Շահը արդեն ներողություն է խնդրել, բայց դա բնավ չի նշանակում, որ Թրամփը կմոռանա իր հանդեպ այդ տգեղ արարքի մասին։ Նա սպառնում է դատական հայցով եւ կարող է $1 միլիարդ փոխհատուցում պահանջել, թե արդյոք գործը կհասնի դատարան եւ այն կընդունի այդչափ հսկայական տույժի որոշում, դժվար է ասել, սակայն BBC-ի նախագահի խոսքով երկու կողմերի փաստաբանները արդեն քննարկում են թեման։ I'm not able to predict how the President of America will react to any of our stories. Չեմ կարող կանխատեսել, թե ինչպես կարձագանքի Ամերիկայի նախագահը մեր ռեպորտաժներին, բայց ինձ չի զարմացնում նրա արձագանքը, քանի որ այդ ռեպորտաժը նախագահի մասին էր, նրա ելույթի մասին։ Մենք ստացել ենք նրա ներկայացուցիչների նամակը, մեր փաստաբանները այն քննարկում են։ Այս պահին մեր եւ նրա փաստաբանները շփվում են։ Սրանից ավելին չեմ ուզենա ասել։ What I'd say is that we're right now in discussion with his lawyers and our lawyers, and I wouldn't really want to go further than that. BBC-ի նախագահ Սամիր Շահը նաև խոսել է մարդկային գործոնի մասին եւ այդպիսով կարծես հանրության ներողամտությունն է հայցել։ Նա վստահեցրել է, որ BBC-ն այսօր էլ աշխարհի ամենավստահելի լրատվամիջոցն է եւ այդ համբավը վաստակել է անաչառ ճշգրիտ արդար լրագրության գաղափարներին անվերապահորեն նվիրված թղթակիցների աշխատանքի շնորհիվ։ Ապա Սամիր Շահը ավելացրել է. Inevitably, we're all human, we make mistakes. Բոլորս մարդիկ ենք, սխալներ ենք թույլ տալիս եւ պետք է ընդունենք դրանք։ Impartial journalism is without question absolutely tremendous. Թիմ Դեյվին BBC-ի 17-րդ գործադիր տնօրենն էր։ Այդ պաշտոնում նշանակումը BBC-ի կանոնադրությամբ վերապահված է խորհրդին, որի 14 անդամներից 10-ը ոչ գործադիր են, 4-ը գործադիր։ Խորհրդի նախագահը Սամիր Շահն է։